գտնվում եմ դեպի մանկական երկաթուղի տանող թունելում, ուրեմն 2023 թվականի օգոստոսի 14-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, ավելի լավ դիտեք ինքներդ, հետո կշարունակեմ։ Երևան նախագիծ ընկերությանը սկողական 51 զեկուցել մանկական երկաթուղու թունելներում վերանորոգում իրականացնելու նախագծային աշխատանքների մրցույթի արդյունքների մասին։ Պարոն Ավինյան, ուրախությամբ պետք է հայտնեմ, վերջապես ունենք թունելների նախագծող ընկերություն եւ հանդիպել եմ նախագծող ընկերության հետ, խոստացան շատ արագ նախագծման աշխատանքներն իրականացնել։ Շնորհակալություն, անցավ ընդամենը 1.5 տարի այս բազմաչարչար հանձնարարականից եւ մենք վերջապես ունենք մանկական երկաթուղու թունելների համար նախագծող։ Դե ինչպես լսեցիք, Ավինյան Տիգրանն ասում է անցավ 1.5 տարի եւ վերջապես գտանք նախագծող ընկերություն։ Այո, ճիշտ է ասում։ Գտան նախագծող ընկերություն։ Նախագծող ընկերությունը Մայրուղի ՍՊԸ-ն է։ Պայմանագիրն է կնքվել է 30/08/2023 թվականին։ Եվ այս թունելների նախագծման համար Երևանի բյուջեից տրամադրվել է 9 միլիոն դրամ։ Հիմա տեսեք, այսօր 2026 թվականի հունվարի 14-ն է։ Անցել է 2 տարի ու կես։ Այս թունելներում ոչ մի աշխատանք արված չի, շինարարական ոչ մի աշխատանք արված չի։ Ասեմ ավելին, չի էլ արվելու։ Ինչի համար, որովհետև եթե տեղյակ եք, թունելների վերևը գտնվող Ծայրյան 22 հասցեում բարձրահարկ շենքը, նախկին Գլավպոչտան ժողովրդի շատ հայտնի, ուրեմն կենտրոնական պոչտայի շենքը քանդվելու է եւ փոխարենը կամ տեղը ուրեմն 50 հարկանի շենք է կառուցվելու, բիզնես կենտրոն։ Այդ պատճառով հավանաբար այս թունելները չեն վերանորոգվել։ Հիմա հարցս, արդյոք սա ֆինանսների ճիշտ կառավարում է։ Արդյոք սա երևանցու գրպանից վճարված, հարկերից, տուրքերից գոյացած Երևանի բյուջեի գումարների մսխում չէ, աննպատակ ծախս չէ։ Իմացեք, որ դուք վճարում եք հարկեր եւ տուրքեր, իսկ Երևանի գործող իշխանությունները, ՔՊԱ-ական իշխանությունները ձեր վճարած գումարները մսխում են, աննպատակ ծախս են անում, չհաշված է, որ բարձր է պարգևաճար են ստանում, բարձր աշխատավարձ են ստանում։ Լավ մնացեք, մինչ հաջորդ բացահայտումներ։